Հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ երաժշտական թողարկում, որտեղ շատ սպասված հյուրն է։ Բայց մինչև նրան ներկայացնելը ըստ ֆորմատի շնորհավոր եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով առողջ եք լինում լավ մարդկանց շրջապատում, հարազատների գրկում եւ Աստծո օշնությամբ։ Հատուկ ձեզ համար տեսահովակ եւ տեղեկացնեմ, որ տեսահովակի տաղանդավոր ընկերս արդեն ինձ մոտ տաղավարում է։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Բաժանում է մեր կյանքում, բայց իրաններ էլ չեն շտապում, գուցե սերը մեր սրտում մարել է, չի կարող ներել էլ սիրտը քո, չեմ ուզում տեսնել այս երեկո, բայց դեռ իմ սրտում անուն է քո, ինչու, դες հեռու է սիրտը քո, անիմաստ է հետ պնդրել սիրո, արդեն զուր է ետ բերել ամենը, երևի անցել է սերը մեր, պատճառներ մի փորձիր գտնել, լավ է մոռանալ, փորձել նորից ապրել, ող սիրո արևները կանչեն քեզ, ող ճնչվեն, չտանջեն ուշերնից, թող գտնեն քո սերը և սիրտը իմ մի նոր ուղի, չես գտնի հեվրացավ իմ սերը, նայիր ներվում լալիս անձրևը, թող լեռի սիրտը քո, թող ամոքվի հոգիս, ապրենք նորից։ Թե կապված եմ քեզ, կարոտում եմ երբ հեռու եմ ես, հեռանում եմ, բայց փնտրում քո ստվերը, գուցե դեռ սրտում կա սեր մի քիչ, բայց էլ չի կարող փրկել ոչինչ, որ անցած ուղին ջնջել, սկսել նորից, դու չկաս էլ իմ կողքին, և հիմա դատարկ է իմ հոգին, ավարտվել է մեր սիրո հեքիաթը, բայց դեռ կարոտում է սիրտը իմ, չի կարող սիրել ուրիշ մեկին, դեռ անցյալը իմ փնտրում է ինձ կրկին, թող սիրո արևները կանչեն քեզ, թող ճնչվեն, չտանջեն ուշերնից, թող գտնեն քո սերը և սիրտը իմ մի նոր ուղի, չես գտնի հեվրացավ իմ սերը, նայիր ներվում լալիս անձրևը, թող լեռի սիրտը քո, թող ամոքվի հոգիս, ապրենք նորից։ Չտանջեն ուշերնից, թող գտնեն քո սերը և սիրտը իմ մի նոր ուղի, չես գտնի հեռացավ իմ սերը, նայիր ներվում լալիս անձրևը, թող լեռի սիրտը քո, թող
թող ամոքվի հոգից, ապրենք նորից, ապրենք Դե ինչ 21 TV-ի եթերում շարունակում է աշխատանքը Զինայդ նախագիծը, վստահ եմ նրա երկրպագուները մոտ նստեցին, ձայնը բարձրացեցին, շատեն էլ կարոտած են, գիտեն, որ ունի նորություն, դա բնականաբար պետք է լիներ Ակոպովնայի մոտ, մեծագույն սիրով հյուրընկալում տաղանդավոր ընկերոջը, Արաս Դարեին։ Արաս ջան, բարի օր, բարի գալուստ։ Բարի օր, Դինա ջան։ Ես միշտ վախենում եմ հետդ շփվելուց, ուզում եմ գրելուց ասեմ, Հարաս դու Հայաստանում ես թե չէ, բայց որ դու ես արձագանքում, այդ արդեն լավ ուրախություն ա լինում էլի։ Վստահ եմ դեռ տևական ժամանակ էստեղ ես։ Գիտես ես ինչ վիճակից եմ եկել հասել, ինչեր է կատարվում մեր երկրում, Իրանում։ Աստված տա խաղաղությունին է կախված։ Բայց մեկը ես արդեն ունեմ ասելիքներ, որը լայնածավալ աշխատանք ենք տանելու հայկական։ Ինչը որ հիմա է արդեն, այո, ինչը որ հիմա է արդեն ոնց որ թե ժամանակ է եկել։ Շատ լավ։ Դե հետևելով քո Instagram-յան էջին մենք հասկանում ենք, որ մի երկրում է լինես, որ ասում է հայրենիքում լինես, օտար երկրում է լինես, դու մեկա ստեղծագործում ես։ Բայց երբ որ ես տեսա մի շատ սիրուն աֆիշ, որտեղ Արաս Դարեն գեղեցկադեմի գեղեցկու հետ Հելեն անունով դուետը հասկացանք պատրաստ է։ Ով է Հելեն, Արաս։ Հելենը այսօրվա մեր կարող եմ ասեմ ինքը հայ է։ Իրանահայ է, ինչպես ես, բայց շատ շուտվա գնացած ինքը Ավստրիայում սովորելա կոնսերվատորիա ավարտած, շատ ակադեմիկ կարգին երգչուհի, որը շատ մեծ լսարան ունի եւ շատ մեծ անուն է պարսկական մարքեթի մեջ, մյուզիկ մարքեթի մեջ, շատ սիրված է, ունենալով մի երևի 200-ից ավել 200 միլիոնից ավել լսարան, հանդերձ բոլոր պարսկա լեզուների, որ ինչ պատմեմ, թե ինչ ուզում հասկամ ինչու Հելենը։ Ինչու Հելենը։ Ուրեմն էդի ես չեմ որոշել, ոնց որ թե ճակատագիրը բերավ դրան, որովհետև անգամներ Ամերիկա լինելուց հետո 2012 թիվը, որ սիրելի պարոն Սերոժ Խաչատրյանի շնորհիվ մենք ինչ-որ հանդիպում ա լինում Հելենի հետ։ Ու այդ գաղափարը կազմում է հենց ընդ է, որ մենք ունենանք ինչ-որ դուետ, որի համար մեծ բարձանք է։ Ես այն մտածելով, որ կարող եմ երկու տարբերակով անեմ, մեկը հայերեն եւ մյուսը պարսկերեն տարբերակ, որ երևի սիրելի Հելենի հետ ես ավելի շուտ ճանաչում ձեռ բերեմ պարսկական, այսինքն այդ development-ը տեղի ունենա եւ նույնպես իրան այսպեսի թանկ ձայն եւ այսպեսի շնորհալի մարդու ծանոթացնեմ նաեւ հենց մեր հայաստանյան հայերին եւ հայկական մարքեթին։ Լավ։ Ուրեմն ինչ որ բալվանկա ենք սարքում եւ հերակա տենց տեքստը բանաստեղծների հետ մշակում ենք, աշխատում ենք։ Ես էլ հենց այնտեղ մի հատ ինչ որ բան եմ background եմ սարքում, որ կարողանանք ձայնագրվում ենք, հետո վիդեոն ենք հետո որպես արտիստներ, այդ լիփսինքները նկարվում ենք։ Ու ես գալիս եմ Թեհրան, որ պիտի արդեն գործիքավորեմ, ձայնագրությունները ավարտեմ եւ մոնտաժ անենք կլիպը։ Եկեք գայս եմ սուրպրայզ եմ ելնում, որ մերոնք ասում են Պարսկաստանում ինձ ասում համ շատ ուժեղ լուր է, որը շատ թանկարժեք եւ մյուս կողմից ոչ։ Զանգում են ինձ ասում են, որ արած քո permission-ը եկել է, այսինքն կառավարապետական permission-ը, որ դու կարող ես արդեն համերգ ունենաս եւ կարող ես քո ինչպես ասած official ներկայությունը ունենաս հանրայինում։ Հետո որը գիտես ինչա լիմիտ կա այդ երկրում եւ չի թույլ տալի որ դրսի արտիստերի հետ համագործակցություններ լինի։ Այլ դրա պատճառով ես որոշում եմ որ պետք է, այսինքն ճիշտ է այդ քայլը, որտեղ այն շատ մեծ դու դժվար permit-ա որ դու կարող ես ձեռք բերես իրավունքա որ դու դաբրոն չէ, դաբրոնկա։ Հա։ Այո։ Լա, ճիշտ եմ հիշում։ Հա։ Ուրեմն մենք պայմանավորվում ենք որ չանենք
որովհետև եթե ես անեմ, կետամ blacklist-ի մեջ սև ցուցակի ներսը եւ ամեն ինչը միջից կետա։ Իսկ ինչ օրենք է։ Տենց է։ Հետո։ Ինչ դա տենց եղել։ Դա էտա որ հիմա ես ինչ որ բացադրեմ, այս պատմությունը ինչ որ նկարվում է, բան պարզկասան շատ ավելի դժվար է, քան թե ազատ, ասենք Հայաստանում, ինչ որ Դե այդ բարձա գիտենք որ ունեն օրենքներ, բայց սա է լիմիտ։ Շատ ուժեղ, այո։ Հետո։ Հետո մանավանդ այդ որ բան է, ինքը Հելենը կին կնոջ ձայնը Պարսկաստանում ընդհանրապես հիմքով արգելված է։ Միթե այդ որ որպես Մենք ենք նեղվում մեր ձայնից։ Ensemble քոր կամ հա, տեսնում եք ինչքան լավ բան ունեք ու ճղարժի գիտեք, այո։ Հետո։ Ու վերջապես դե իրանց կանոններն է, ու այդպեսի էլ պետք է ենթարկվի մարդ, որովհետև որ մեր երկիրն է, այդ ձև ենք ապրող սովորություն արի։ Ես զանգում եմ Հելենին, ասում եմ Հելեն ջան, սենց հա ստացվել, ես ունեմ սենց վիճակի մեջ եմ եւ արի ես նվիրեմ քեզ այս երկը փոխենք այս մոդուլացիա բաները ես վերացնեմ, բերեմ բանի դու մենակով քեզ նվիրեմ, հա։ Ինչ որ։ Ու դրանից հետո պատկերացրու ոչ մի reaction չի ելնում մինչև սրանից 8 ամիս առաջ։ Հետո։ Որ ես եթե հիշես հանդես եմ գալի նաև առաջի հայը որ որ հայերեն լեզուն հնչեցրամ հանրայինով 47 տարի անց, այսինքն 45 տարի անց հեղափոխությունից առաջինն եմ որ հայերենը այնքան գիտես ինչ չարչարանքով բանով վերջապես խոսքս տեղի ասա որ հնչավ ու միջև օրս օրեցօր զարգանում ավելի եւ շատ են սիրում հայեր ու ֆոլկլոր երաժշտություն որը ասեմ ազերիքի կողից բան եկավ ինձ Դե բնականաբար։ Բողոքը եղել։ Բողոք եղել եւ ունեմ ռուսերենով քեզ կուղարկեմ, ինձ ուղարկել են քեզ։ Դրանով բան ես մտածեցի որ այդ մարդկանց հետ մի հատ խոսանք, ընթացքում հասկանում եմ, որ ինձի ասում են ով որ որոշողներն են, ասում են եթե հայերեն տարբերակն է, դա մեզ չի վերաբերվում ոնց կուզես։ Բայց պարսկերենը ոչ։ Ես էլ հայերեն տարբերակը, որ անմարելի է կոչվում այսօր, մշակում եմ, սարքում եմ եւ որոշում եմ ինչ որ պատմություն պետք է նկարեմ ըստ այդ ինչին որ մենք են բալվանկան, որ մենք նկարվել ենք Ամերիկայում, հիմա Թեհրանում ես պիտի նկարեմ ինչ որ պատմություն։ Հետո։ Քանի որ արդեն այդ հայերեն հայկական վերսիան ոչ մի բանով չի, ինչպես ասած, խանգարում, որոշում եմ որ տենցի շատ սիրուն բան մտածեմ ու հանդես եմ գալի որպես առաջին երկրորդ կլիպը որ որպես ռեժիսոր եմ, որպես as a director եմ աշխատում, գրում եմ պատմությունը եւ բրենդային իմ աղջկան գիտես լատինիստա եւ պրոֆեսիոնալ իր զույգի հետ հենց այդ պատմությունը բան եմ անում, որը չի ուղիղ սիրո մասին չի անդրադառնում սիրուն, այլ փոփոխությունը, որ այդ տղեն որպես մի հատ waiter, հետո գալիս է հանդիպելով այդ տեսարանին, ոնց որ իր մեջ ինչ-որ ռևոլյուցիա ալնում ուզում է փոխվի եւ ճամփեն փոխվում։ Իրականացնում եմ, հիմա կուզենամ դատ հանձնեմ ձեր դատին լսարանի դատին, որ ոնց կգնահատեն, իմ YouTube-յան բանում արդեն կա եւ մենք այսօր միասին ենք պրեմիերան անելու, այնպես որ կսիրեմ կարծիքներ իմանալ համել որպես ռեժիսոր, որ առաջինն եմ որ արել։ Ու հիմա նույնիսկ Հելենի հետ կապ չկա, շատ կսիրեմ իր reaction-ն ու իր surprise-ը, այսինքն 12 թվից այսօր մենք ունենում ենք այս կլիպը։ Պատկերացրու ու հետո այս ոնց որ թե մի հատ այնց դժվար կապեր ընկետրա ստեղծելու, այսինքն սարքելու, որ մենք այդ մենք լոքեյշնի վրա մի անգամից թորմոզ երելնում, որ մեզ չի կարելի էս բան։ Մեզ կգան եւ խնդիրների դիմաց կկանգնենք, կարողա փագեն այս լոքեյշնը բան եւ այլն, ու վերջապես ինչ որ ձև ստացվում է, որ նկարում եմ այդ իմ գաղափարը։ Ինչ որ տեսնում ենք հետո արդեն մոնտաժ եմ անում այն մեր հին արածի բան ու ուզեմ ասեմ որ եսի հենց սկիզբը այն ամեն բանի որը վերջապես եկել եմ այդ տեղի եմ հասել որ կարող եմ արդեն իմ վրա անդրադառնամ ինչպես որ սկսել եմ դրանով սա սկիզբը ալնում ստարտ ալնում աստծո որ կարողանամ շուտ-շուտ գործեր անեմ
հենց հայ մարքեթի համար։ Այսքան խոսալուց հետո արի միասին կազմակերպենք տեսահոլովակյան, վստահ եմ հիմա շատերն են արդեն սպասում, այնպես որ 21 TV-ի եթերում տեսահոլովակի պրեմիերա Արազդար է Հելեն։ Դու այդ վայելում ենք վերադառնում ենք տաղավար, որտեղ անակնկալ ունեմ դեռ տեսահոլովակի դիտելուց հետո։ Այս աշխարհում մի լույս կա, սրտում մենակ կարծում եմ սերն է դա, ամեն անգամ նրա կողքին, այնքան թեթև ու տաք է իմ հոգին, սիրտը շողում է քո սիրուց, թվում է քեզ գիտեմ վաղուց, քեզ մոտ շտապում եմ, ես փայլում եմ քեզ տեսնելուց, իսկ երբ խոսում ես կիսածային, ես քեզ նայում եմ լուրանցային և հասկանում եմ սերես կյանքես իմ ապագա Քեզ տամ արևս տամ քո աչքերը թող շպտան Ես սիրեմ քեզ համար սիրո երգ դառնամ Թող տամ թող սերս տամ թող քեզ համար հույս դառնամ Թող մնամ քո կողքին թող քո սերը զգամ Թե հասկանաս իմ հոգին կտամ իմ կյանքն ու սերը քեզ անգին թույլ տուր մնամ քո կողքին անվեր սիրեմ նայեմ քո աչքերին սիրտս շողում է քո սիրուց թվում է քեզ գիտեմ վաղուց Քեզ մոտ շտապում եմ ես փայլում եմ քեզ տեսնելուց Կուզեմ լինես միշտ իմ կողքին Սեղմեմ քո ձեռքը իմ սրտին Զգամ որ իմն ես իմ մասնիկն ես իմ սիրելիս Ես տամ արևս տամ քո աչքերը թող շպտան Քեզ սիրեմ քեզ համար սիրո երգ դառնամ Թող տամ թող սերս տամ թող քեզ համար հույս դառնամ Թող մնամ քո կողքին թող քո սերը զգամ Քեզ տամ արևս տամ քո աչքերը թող շպտան Քեզ սիրեմ քեզ համար սիրո երգ դառնամ Թող տամ թող սերս տամ թող քեզ համար հույս դառնամ Թող մնամ քո կողքին թող քո սերը զգամ Թող մնամ քո կողքին Թող քո սերը զգամ Թող մնամ քո կողքին Թող քո սերը զգամ
Դե ինչ 21 TV եթերում տեղ ունեցավ տեսահոլովակի պրեմիերա, վստահ եմ այս ոչի սիրահարները եւս մեկ անգամ գնահատեցին Արազդարեի հերթական աշխատանքը, հաճելի դուետը, տարբերվող դուետը, չեմ վախենա այդ բառից, եւ դուք արդեն հասկացաք Արազի խոսքից, որ տեսահոլովակում նաեւ ընդգրկված է իր գեղեցկուի դուստրը, գեղեցկուի ոչ միայն տաղանդով, այլ նաեւ պարով։ Բրենդան ինձ մոտ տաղավարում է վատ կլիներ, որ նա այստեղ չներ, այնպես որ նախ շնորհավորում եմ իմ կերոջ Արազին լավ գործի համար, բարի գալուստին Բրենդային, ոնց ես գեղեցկուի։ Լավ, մերսի։ Ես գիտեմ դու լավ ես։ Ես նրա հետևորդն եմ, այնպես որ պաշտում եմ, երբ որ տեսնում եմ, այո, այդ լատինա ոճով սկսում է գրավել, ինչը որ հերույ է։ Այս երախոն Պարսկաստանները հույսով եմ չեք տանելու, տենց, որտեղ այնտեղ հաստատ այդ բառը չի աշխատի, չէ։ Դե ինքը հենց այդ լիմիտների մեջ ահաճես են զարգացել։ Այդ լիմիտներով չեմպիոն կայ այսպես ասած, դա արդեն կարևոր է։ Դա կարևոր է։ Այո, եւ մի նախադասության Բրենդայից շփվում չես նեղվի, չէ։ Հետո արդեն կամփոփ ենք էլի տեսահոլովակը։ Ես գիտեմ, որ papan ինչ էլ ասի դու կանես։ Ես գիտեմ, որ դու papai դուետ էլ ունես։ Դուք երգել եք։ Բայց ես papai-ը խնդրել եմ, որ մի այլ ոճով դուք ունենաք դուետ, որտեղ դու ոչ միայն պարես, ես ուզում նաև երգես հենց այդ ոճի մեջ։ Վստահ եմ անելու եք կարաս։ 100%։ Ինչ որ ոչնա։ Որ ինքդ լատինա սթայլով նաև դու ուզես չուզես դու պետքա ոճդ փոխես Արազ ջան, երեխեքի համար ենք անում։ Անենք։ Ճանկը լիասուկ բաներով է։ Հա, սուրպրայզներով է։ Համենայն դեպս, բայց Գլորիա Ստեֆանյանի, Գլորիա Ստեֆանի։ Բաչ ասացի։ Ողմ եմ լրիվ։ Իսկ հիմա ուզում եմ շփվել նաև քեզ հետ ներկա պայն, ես գիտեմ, երբ որ դուք այստեղ Երևան եկաք, Հայաստան եկաք, Commodore նոր է սկսում ծանոթացումը։ Ես արդեն բոլոր իմ լատինա ոճով ընկերներին ուղարկում էի Բրենդային նկար, հետո հասկացա, որ դու իմ լավ ընկերոջ թիվ 1 վարկանիշով։ Ընկեր Վարդկեսը։ Այո, ընկեր Վարդկեսի արդեն աշակերտուն, որ Ջինջան ինքը մերն է, նեղվեցել էլի այս տարբերակով, ուղարկեց մի վիդեո, որտեղ դու առաջի տեղում էիր։ Շարունակվում է այդ թեման։ Այո, շարունակում է, ուղղակի այսքանի ժամանակը շատ խառնեմել է, չեմ հասցրել, որ բարի դասարանը գնամ։ Ինչու, ինչ ես արել։ Ասամ, բարձր ասա, ինչ ես արել։ Դե զբաղվել եմ երգով, լողով, ու դրա համար տենց շատ խառայել է, չեմ հասցրել, որ գնամ ու գամ, բայց շարունակում եմ։ Այսինքն ուզում ես կյանքը բալանսի բերես ամեն առումով։ Ամեն ինչից ուզում եմ օգտվել։ Դժվար է, իրանք նոր եկել են, շատ բաներ պատկերացնում։ Դե լիմիտներից հետո էստեղ էս։ Չէ, բացի դրանից այստեղ տեղը ընկնելը, կարողանալ հասկանալ այդ ամեն ինչը շատ դժվար է միջև նոր։ Ես գիտեմ, որ ինքը շատ ընկերներ ունի, իրան սիրողները քիչ չեն։ Փառք Տիրոջ, բայց ինքը միջև տեղավորվեն շատ դատեվում, ես հիշում եմ իմ տարիներ 2002-3-4 թիվը, որ Արաս այդ թվերը փոխվել է, հիմա շատ արագ ամեն ինչ լինում, դա մեր թվերին էր, որ դժվար էր ամեն ինչը, իրանք ամեն ինչը շատ շուտ հարմարվում են, իրանցը գտնում են ու վստահ լավ ես իմացել, դա ճիշտ ես իմացել, այս սերունդը մի ուրիշ ձև կա։ Շատ լավ, իսկ ընդհանրապես դուրդ եկավ papai դուետը։ Շատ։ Հա։ Գործ կա, երգ կա, որ ասում ես պապես քոնը չի երգես։ Կա տենց թեմա։ Եղել է։ Դե այս երգի մասին ինձ ինքն էլ կարծիք ունի, ով ու լսարանին ասեմ, դու էլ արդեն լսես գիտես։ Ով որ սիրո արևներ ա լսե, ով սերուկարոտ ա լսես իրացե, այս հենց իր երգն ա, որտեվ շարունակվում ա այս պաուզայից հետո ոնց որ անդրադառնում ենք հենց այն սաղ ատմոսֆերով իրան։ Պապայի ոճը էս է, էլի։ Դե բնականաբար։ Օտար ոճինες չեմ կարող տեսնեմ իրան։ Բայց բազմաոճ է papan, չէ։ Հա։ Գիտես իրա։ Հա։ Բանից, այն New Orleans-ից մինչև որ այն ամենաբան սա ոչ բոլաղ ենք ասում մենք, որպես գյուղ։ Շատ լավ։ Եվ կադրից դուրս ինձ մի քանի նախադասությամբ ասացիր, որ նվիրել ես ստեղծագործությունը, ում ինչի համար։ Հենց Հելենին եմ նվիրել իր ամուսնու հետ, Վահանին, սիրելի Վահանին, որը դժբախտաբար դեպք պատահեց այն օրերից, որ մենք նկարվանք եկանք, ինչ որ համերգի արտասահմանում դժբախտ պատահար եղավ, որը ինֆարկտ ստացավ, եւ այդ մարդը խեղճ է, որը իսկականից շատ լավ տղա, Ամերիկայի մեծ լավություններ արել։ Ինչքան հետաքրքիր մարդ է, հոգատար եւ կարքին հայ,
որը մենք մեր մեքենա ավարիա ենք տվել այն Ամերիկայում Արգամոյի ու Արինի հետ ինքը իր ավտոն պատկերացրու բերտվեր էր թողեր ու գնացեր որ էս ձեր մոտ լինի ու ինչքան հոգատար այդ ընթացքում գիշերվա միլիոնին ասենք հաց բերեր որ անկարծ սոված Ընկերներ եք եղել փաստորեն Ինչպես Ընկերներ եք եղել Շատ ընկերություն ստեղծվավ ու հետո համերգի ժամանակ ինչ որ արտասահմանում իրան գտնվում են կարծեմ Դուբայում թե որտեղ կատված կստանա ու դժվարությամբ հետ տարան Ամերիկա ու այս աղջիկը հենց այլ ազգի մոտ պարսի մոտ հենց ավելի դե միշտ մեծ անուն այլ է ոնց որ Գուգուշնա այդ կարգի անունը ինքը ու մեր բարձանքն է որպես լավ երգչուհի ու ինքը շնորհքով ինքը դասյարակությամբ եւ տեսակով ու հիմա պատկերացու իրան ուրիշ ձևի են իրան որպես հերոսուի ճանաչում որ ասենց միած սիրո նվիրված է եւ իր ամեն կարիերան թողած իր ամուսնունա, իր սիրունա բան։ Դրա համար ես որոշեցի հենց անմարելին, որը չի մարում սերը երբեք եթե իրական է։ Նվիրեցի իրան։ Ինդեքսի մեջ գրել եմ որ նվիրվում է Վահանին եւ Հելենին։ The love that never fades։ Ամենայն դեպս խոսելուց զգացում որ դու գոհ ես։ Շատ։ Դե ի վերջո երկար թեմա եղել, փաստորեն նոր ծնվել է ու խաղում ես պտուղները։ Էդի ոնց որ թե դու ինչ որ մտքիդ մեջ անընդհատ եղերա, ասես թեթու է էլե, չէ՞, եթե սխալ չհնչի կամ տկեղ։ Ոնց որ թե այդ ամենը կյանքի բերումով որ չես կարողանում անդրադառնալ դրանց, այսօր իրականացվում է եւ դու բնականա որ պետք է դրանց հանես, կյանքի կոչես, որը կարողանաս շարունակես։ Այդտենց բաներ ես շատ ունեմ, երևի 200 երգեր, որը ընթացքում ստեղծվել են, մշակվել են եւ այլն, բայց ուղղակի հնարավորություն չի ելել, որ ինչ որ բանի հասցնել։ Հիմա այսօր Փարքաստու արդեն այնտեղի այն չարչարանքը, որ քաշել եմ ուրիշներ as a producer, as այդ որ իմ production-ը գիտես 10 տարի է որ Պարսկաստանում իմ Արասդարը production-ն եմ աշխատացնում, որը ուրիշներին եմ կենտրոնացած։ Բերերը հասցրա դրան, որ այսօր ես կարող եմ ինքս ինձ թույլ տամ, որ իմ գործերը արդեն անեմ։ Հիանալի է։ Չէ՞ հնարավոր չէ։ Դե ես արդեն հասկացա։ Համենայն դեպս դու դեռ Երևանում ես, Հայաստանում ես։ Ես վստահ եմ, որ դու դեռ գալու ես ինձ մոտ տաղավար նորությամբ։ Եվ այո, ես պատրաստում եմ նաև թեթև ինչ-որ չափով տոնական թողարկում, ես դրա մասին եթերից հետո կասեմ և շատ կցանկանամ, որ իմ հրավերը ընդունես, դու այդտեղ ինձ մոտ տաղավարում լինես և արդեն երգես, Հարազ։ Սերով։ Գիտեմ, որ սիրով կլինի։ Այնպես որ ես վստահ եմ կարողացա հագեցնել շատ հեռուստադիտողների ծարավ, որ Հարազին կարոտել եք, Երևանում եմ հետևեք նրա Facebook-յան, Instagram-յան էջին, Brenda-ն էլ հետևեք, YouTube-ն էլ, որովհետև եթե ոչ մի բան տենց հավես չունենա, Հարազը ցույց տա Brenda-ն հաստատ ցույց է տալիս, այնպես որ շնորհակալ եմ ձեզ լավ գործի համար, ապրեք։ Շնորհակալ եմ քեզ, որ մեզ ընդունեցիք։ Եվ շնորհակալ եմ, որ միշտ սկզբունքի տերն եք, չեք խախտում, պահում եք, այն որ ասում է մենք դեռ մեր ոճի մեջ ենք, դա շատ կարևոր է։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Շնորհակալ եմ քեզ։ Եվ այսքանից հետո շնորհակալ եմ բոլոր հեռուստադիտողներին, որ հետևում են եւ ակնկալում են ինչպես միշտ այսպիսի հետաքրքիր թողարկումներ եւ իհարկե լավագույն դեմքեր։ Մինչեւ հիմա ձեզ հետ իմ տաղանդավոր ընկերներ Արազ Դարեն իր դստեր հետ եւ իհարկե ձեր Զինա Ակոպովնան, ում գտնում եք բացառապես 21 TV եթերում, բարին ձեզ։ Արեցիր իմ հոգում անմար կլավ երբ անցավ մի ժամանակ այրեցիր թողեցիր իմ հոգուց միայն մոխիր հասկացա որ իմ սերը անսահման քեզ դարձա սովորական ինձ ասա դեր որ կա թողնելու ես ինձ անպատասխան սեր ու կարող
քեզ եմ ես տալիս անմնացող դու դարձել ես ինձ համար սեր ու կարող երկու բառ եւ մնացած է ավելորդ երկու բառ որ միշտ բերում են ինձ քեզ մոտ ամեն ժամ լինի գիշեր թե առավոտ քո անունն է իմ մտքում սեր ու կարող Սարքել ես խաղ, իսկ իմ սիրտը մի թիրախ, ամբարան խոցելով, այն դարձրել ես վիրավոր, ինքդ անտարբեր, պահանջում ես սիրտ ու սեր, բայց դայել են քեզ ներել, և գիտես թե ինչու Չկա բացատրություն Սեր ու կարոտ Քեզ եմ ես տալիս անմնացած Դու դարձել ես ինձ համար Սեր ու կարոտ Երկու բառ և մնացածն է ավելորդ Երկու բառ որ միշտ բերում են ինձ քեզ մոտ Ամեն ժամ լինի գիշեր թե առավոտ Քո անունն է իմ մտքում սեր ու կարոտ Քեզ եմ ես տալիս անմնացորդ Դու դարձել ես ինձ համար սեր ու կարոտ Երկու բառ և մնացածն է ավելորդ Երկու բառ որ միշտ բերում են ինձ քեզ մոտ Ամեն ժամ լինի գիշեր թե առավոտ